Ողջույն սիրելի փոքրիկ, այո, մենք արդեն հասցրել ենք կարոտել միմյանց։ Այսօր պապիկը քեզ համար կկարդա Շարլ Պերոյի Կարմիր գլխարկը։ Իսկ դու պետք է բաժանորդագրվես ալիքին, դնես բութիկը, ինչպես էին ասում լայքը, և գրես նամակներ, որպեսզի պապիկը հաջորդ հաղորդման ժամանակ կարդա քո նամակը, և այդպես մեր շփումը կփորձենք ավելի անմիջական դարձնել։ Դե ինչ, կարմիր գլխարկը։ Լինում է, չի լինում, մի փոքրիկ աղջիկ է լինում։ Մայրիկն ու տատիկը շատ են սիրում նրան։ Ծննդյան օրվա առթիվ տատիկը նրան կարմիր գլխարկ է նվիրում։ Այդ օրվանից աղջիկը միշտ կարմիր գլխարկով է շրջում, դրա համար էլ հարևաններն ու ծանոթները նրան անվանում են Կարմիր գլխարկ։ Մի անգամ մայրիկը կարկանդակ է թխում և ասում. «Կարմիր գլխարկ, ասում են տատիկը հիվանդ է, այցելիր տատիկին, կարկանդակ ու միաման կարակ տար նրան»։ Կարմիր գլխարկը ճանապարհ է ընկնում տատիկի տուն, որը գտնվում էր հարևան գյուղում։ Անտառով անցնելիս նրան հանդիպում է գորշ գայլը։ «Այդ ուր ես գնում, կարմիր գլխարկ», հարցնում է գայլը։ «Գնում եմ տատիկիս տուն, նրան կարկանդակ ու կարակ եմ տանում»։ «Որտե՞ղ է ապրում տատիկդ»։ «Հարևան գյուղում», պատասխանում է կարմիր գլխարկը, ջրաղացի կողքին։ «Լավ», ասում է գայլը, ես էլ եմ ուզում գնալ տատիկիդ տուն։ Ես այս ճանապարհով կգնամ, իսկ դու մյուսով։ Տեսնենք, թե ով շուտ կհասնի։ Այդ ասելով, գայլը որքան ոտքերում ուժ ուներ, վազում է ամենակարճ ճանապարհով։ Իսկ կարմիր գլխարկը գնում է ամենաերկար ճանապարհով։ Գնում է առանց շտապելու, դադարներով, ծաղիկ է հավաքում, ծաղկեփունջ կազմում։ Չէր հասցրել դեռ ջրաղացին հասնել, գայլը արդեն տատիկի տան դուռն է թակում։ Թխկ, թխկ, ո՞վ է, հարցնում է տատիկը։ Ես եմ, քո թոռնիկը, կարմիր գլխարկը, պատասխանում է գայլը։ Ես քեզ հյուր եմ եկել, կարկանդակ ու կարակ եմ բերել։ Տատիկը հիվանդ է լինում, անկողնում պառկած։ Նա մտածում է, որ իսկապես կարմիր գլխարկն է իրեն հյուր եկել, կանչում է. «Քաշիր պարանը, թոռնիկս, դուռը կբացվի»։ Գայլը քաշում է պարանը, դուռը բացվում է։ Նա շատ քաղցած էր, որովհետև 3 օր ոչինչ չէր կերել։ Գայլը հարձակվում է տատիկի վրա ու միանգամից կուլ տալիս նրան։ Հետո փակում է դուռը, պառկում տատիկի անկողնում և սպասում կարմիր գլխարկին։ Շուտով գալիս է կարմիր գլխարկն ու թակում դուռը։ Թխ, թխ։ Ո՞վ է, հարցնում է գայլը խռպոտ ու կոպիտ ձայնով։ Կարմիր գլխարկը քիչ է մնում վախենա, բայց հետո մտածում է, որ տատիկի ձայնը գուցե մրսելուց է այդպես խռպոտել, ուստի պատասխանում է. Ես եմ, քո թոռնիկը, քեզ կարկանդակ ու կարակ եմ բերել։ Գայլը հազում է ու ասում. Քաշիր պարանը, թոռնիկս, դուռը կբացվի։ Կարմիր գլխարկը քաշում է պարանը, դուռը բացվում է։ Աղջիկը ներս է մտնում, իսկ գայլը ծածկվում է վերմակի տակ ու ասում. Կարկանդակն ու կարակը դիր սեղանին, իսկ դու մոտեցիր տեսնեմ ինչպես ես։ Կարմիր գլխարկը մոտենում է գայլին ու զարմացած հարցնում. Տատիկ, ինչու են քո թևերն այդքան մեծ։ Նրա համար, թոռնիկս, որ քեզ ամուր գրկեմ։ Տատիկ, ինչու են քո ականջներն այդքան մեծ։ Նրա համար, թոռնիկս, որ քեզ լավ լսեմ։ Տատիկ, ինչու են քո աչքերն այդքան մեծ։ Նրա համար, թոռնիկս, որ քեզ լավ տեսնեմ։ Տատիկ, ինչու են քո ատամներն այդքան մեծ։ Նրա համար, թոռնիկս, որ քեզ արագ ուտեմ։ Իսկ կարմիր գլխարկը չի հասցնում ծպտուն անել, երբ գայլը նետվում և կուլ է տալիս նրան։
Բարեբախտաբար հենց այդ պահին տան մոտով փայտահատներ էին անցնում։ Նրանք աղմուկ են լսում, վազում են տուն և սպանում գայլին։ Հետո պատռում են գայլի փորը և այնտեղից դուրս են գալիս կարմիր գլխարկն ու տատիկը, երկուսն էլ ողջ ու անվնաս։ Այդպես կարմիր գլխարկն ու տատիկը փրկվում են և ազատվում չար գայլից։ Դե ինչ ուսամ, հավանեցիր հեքիաթը, սիրելի փոքրիկ։ Իսկ ես պետք է նորից խնդրեմ, որ դու բաժանորդագրվես ալիքին և բուտիկով լայք դնես։ Դե ինչ, մինչ նոր հանդիպում։